Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է, այդ վիրահայոց թեմից խայտարակ գործունեությամբ է զբաղվել այնտեղ։ Ու այս բան տիրադավությունից հետո բան էր, փորձում էր Նիկոլից ավելի Նիկոլ Երևալ ու բան էր անում հմեկի եթերում Թուրքիային ու Ադրբեջանին էր գցնում, այսինքն համել շուստրի է, էլի, հասկանում է, էլի, որ պետք է ոչ թե Նիկոլին գցնի, այլ Նիկոլի տերերին գցնի։ Հա, որովհետև եկեղեցու դեմ պատվերը իջեցված է Փաշազադեի կողմից։ Միրզախանյանը 14 թե 15 թվականին լավ չեմ հիշում, ես հոդվածել ունեմ գրած, աչքի ընկավ այն բանով, որ ինքը լինելով վիրահայոց թեմի առաջնորդ օգտվել էր ադրբեջանական գազից, այսինքն Ադրբեջանը Սոկար ընկերության միջոցով բոլոր կրոնական համայնքներին առաջարկում է ջրի գազ, ասում է ուզում եք ջրի գազ, մեկը ասում է հա, մյուսը ասում է չէ, օրինակ կարծեմ կաթոլիկները, եթե չեմ սխալվում, հրաժարվել էին Ախրքյալակի կողմի, հա, իսկ սա այն ժամանակ դե պատկերացրեք 14 թիվ, 15 թիվ, երբ կար Արցախ, երբ այդ դիմակայությունը կար, մեծ հաճույքով այս մարդը համաձայնվել է օգտվել ադրբեջանական գազից, ասում են տղա ջան, հասկանում ես, չէ, Ադրբեջանով է, ասում է հա, հետո ինչ, բանը զատո ջրի է, օրինակ դե գիտեք ես Գյումրիից եմ, Գյումրիում ասում է ջրի լինի, կուբի լինի, էլի, մոտավորապես Միրզախանյանի տրամաբանությունն է, բայց ավելի վատ ինքը թշնա, գիտեք, այստեղ ոչ թե նյութականի խնդիրն է, չգիտեմ, եկեղեցուն օգնել, այստեղ բարոյական խնդիր կա, էլի, դու ոնց ես օգտվում Ադրբեջանի պետական Սոկար ընկերության տրամադրված անվճար գազից։ Դե ասում եմ շուստրի է, էլի, այն ժամանակվանից է ջոկել, որ պետք է այն ժամանակվանից ծախվի։ Նիկոլը այն ժամանակ բան էր անում, չէ՞, գորգորում էր փողոցներում Արցախ, չգիտեմ ինչ, հայրենասեր թուրք հայրենասեր ήταν խափում էր հայ հասարակությունը։ 14-15 թվականին Նիկոլի այդ աղջիկ վախտերն էին, էլի, որ հայրենասերություն էր խաղում, բայց այն գլխից արդեն այս Միրզախանյանը սազվել էր թուրքերի, դե ինչ էր ասում։ Հին ծախվող գել է, էլի, փաստորեն։ Բա ինքը ինչ էր ասում Պետրոսի մոտ հաղորդմանը, ասում էր, բա ես մասնակցել եմ այդ հավաքներին, հա, դեսպանատներ, չգիտեմ ինչ էր, որ կանչում են, եղել են ադրբեջանցիները, մեզ շատ լավ են վերաբերվել, շատ նորմալ են վերաբերվել, Թիֆլիսում են, Թիֆլիսի մասին է խոսքը, Թբիլիսիի մասին է խոսքը։ Ես էլ մտածում եմ, ասենք, ինչ պիտի անեին ադրբեջանցիները, ինչ ասենք, իրան որ տեսան, չգիտեմ, ինչ որ մի հանդիպման ժամանակ բռնեին մորուքը թրաշեին։ Բայց ինչի թրաշեին, եթե իրանցից գազ էր առնում ու իրանց հետ լավ էր։ Հա, չէ, ինքը ներկայացնում է, որ լավ է իրանց առաջել, ինչի պետք է վատ վերաբերվեն։ Հանրության մոտ ստեղծում է տպավորություն, թե այն գլխից ադրբեջանցիները բթացնում է այդ։ Այո, մեզ լավ են վերաբերվում։ Զգոնությունը բթացնում է հայ հասարակության։ Պաշտոնական հանդիպումների ժամանակ ինչ պետքա բռնեին մորուքը թրաշեին, որ հասկանայի, որ ադրբեջանցին թշնամի է։ Բայց գիտես, կասկածում եմ, որ դրան էլ համաձայն կարար լիներ։ Հա, փողի մոնատ։ Հա, ասենք, մեջը փողը ինչ մի քիչ շատ փողտային թրաշեն լինել կհամաձայն։ Այն բանը Բենդերի հետ քանան որ կա, չէ՞, բրլյանտները, որ մորուքը թրաշում է գնում, այդ բրլյանտների հետևից նույն Վազգեն Միրզախանյանի կերպարը, էլի։ Ահա որ մի հատ կերպար, էլի։